Ես անձամբ չգիտեմ այդ կադրերը, ինձ մոտ այդ կադրերը զվանք են առաջացնում, անկեղծ ասեմ դες միայն, ոչ թե դրա համար, որ դա անթույլատրելի է կամ ինչ որ հոգևորական է, վերջը ներկայացված այդտեղ, մարդ, որը ներկայացնում է մեր եկեղեցին, սա զզվելի է իրականում, այն, որ դա չպետք է հրապարակվի, դա կարծում եմ միանշանակ է, այն, որ այդ ձայնագրությունը ստացվել է անօրինական միջոցով, կարծում եմ եւս միանշանակ է, այն, որ սա հերթական անգամ հարվածում է հավատացյալների զգացմունքներին, դա եւս միանշանակ է, եւ ամենամեծ ցավը նրանում է, ինչից ես սկսեցի, որ դա դարձել է սովորական բան։ Այսինքն սա միակ դեպքը չէ եւ Իհարկե միակ դեպքը չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ եկեղեցական վերնախավը հիմնականում այդպիսի բաներով է զբաղվում։ Սա ես կարող եի սա նորմալ անցնել, եթե դա չլինի, չվերաբերվի մարդկանց, ովքեր եկեղեցու հոգևոր հայրեր են։ Հա, նորմալ է այդ ամեն ինչը, բայց իսեր Աստծո սա միանշանակ չի կարող անցալվել մարդկանց մոտ, ես նորից եմ ասում, եւ սա հարվածում է եկեղեցուն։ Սա է ամենավատը այս ամեն ինչում։ Բայց այն, որ դա իհարկե չպետք է հրապարակվեր, դա կարծում եմ միանշանակ է,